դեղց, բայց ուրիշ ծառերի Այո, պարոն վարչապետ, տարբեր տեսակի մոդելներ սա հատակագիծն է, այս տարածքի, պարոն վարչապետ։ Սալոր ունենք, մենք վերդում հեկտար, նեկտարենին է դեղց, երկու տեսակ, դեղց, տապատ դեղց, տեսակ, 34 տեսակ, 34 տեսակ, սովորական դեղց է տեսակ, և նեկտար, և տապատ դեղց, նուշ, ընդհանուր 30 հեկտար, 28 հեկտար տնկված այգի է։ Եսակառուցվածքներ են, այո, պարոն վարչապետ, ընդհանուր սրա հետ միասին 270 հեկտար։ Այսինքն բոլորը պոտենցիալ այգի են։ Այո, պարոն վարչապետ, մեր նախնական տվյալներով այս 270 հեկտարից հնարավոր է, չէ, պարոն վարչապետ, չի։ Ըստ նախնական հետազոտությունների մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի կարող ենք Հիմա մենք ինչով ենք օգտվում այս ծրագրերի վարչապետ, մենք 50% փոխանցում ենք տրամադրել այգու հետվճար։ Այո, և այս այգին ինքը առանձնահատկություն է անում, որ վարձակալած օգտվելը 20 տարի և ավել ժամանակով բերում վարձակալության պայմանագիր, մենք այդ դեպքում ևս սուբսիդավորում ենք, բացի այդ իրենք մոտ 350 միլիոն դրամի գյուղտեխնիկա են ձեռք բերել և լիզինգով, ընդհանուր մոտ 500 միլիոն դրամի, լիզինգի ծրագրով մոտ 100 և այդտեղ մոտ արդեն 100 միլիոն դրամի սուբսիդավորում։ Նախորդ շրջանում մեր ցուցանիշը տարեկան 1000-ից ավել ստացվում է 5 տարվա։ Այո, ստացվի կգերազանցենք այս տարվա համար առաջին կիսամյակի համար 900 ենք դրել կիսամյակի համար և 4600 նկարողանակ դառնա 5000 Այսինքն տարեկան 1000-ը լիարժեք 5 տարիների հաշվով արդեն հաջորդի փուլում այսօր առավոտ դրա մասին խոսեք 1500 ավելի մեծ ծախս Բայց ինչքան հասկացել է բերք չեք ստացել։ Ստացել ենք, պարոն վարչապետ, անցյալ տարի նմուշային ստացել ենք, դեղցից մոտ 400-450 կիլոգրամ ստացել ենք, որը բաշխել ենք մեր աշխատակիցների և մեր մոտ աշխատանք կատարած անձանց։ Շատ լավ, շատ լավ։ Ինչքանի ներդրում է ընդհանուր առմամբ։ Այս պահի դրությամբ 1.4 միլիարդից ավել դրամից ավել ներդրում ենք արել։ Այսինքն 50%-ը մենք հետվճար ենք անում։ 10 հեկտարի ծրագիրը քանի որ 10 հեկտար էր, դեռ 10 հեկտար 10 հեկտարն ենք ծրագրով արել։ Մեծացնենք, էլի եկեք մեծացնենք։ Հիմա նոր ծրագրով արդեն այդ բաղադրիչ չունենք հետ հրադարձի տոկոսներն ենք սուբսիդավորում։ Տոկոսները մեծ են։ Համաձայն եմ ձեզ հետ։